Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 10-րդ գլուխ Սամվել առաջնորդ գոձե Սավուղը Սամվել յուղի շիշ մարավ անոր գլուխին վրա թափեց ու զինք համբուրեց եւ ըսավ Դերը քեզ չոձեցի պր առաջնորդ իր ժառանգության վրա Այսօր քովես կացած ադենդ երկու մարդ պիտի գտնես Ռաքելի քերեզմանինքով Փենյամինի սահմանին վրա Սելսահի մեջ Անոնք քեզի պիտի ասեն Գտնվեցան այն էշերը որոնք փնդրելու կացեր էիր եւ ահա քու հայրդ էշերուն հոգը ցկածե ու ցեզի համար գմդահոգվի ասելով որթիս համար ինչ ընեմ երբ անգի անտին երթաս եւ թափորի գաղնին հասնիս հոն 3 մարդիկ քեզի պիտի հանդիպին որոնց մեկը 3 ուլ մեկը 3 հացի նգանակ ու մեկն ալ դիկ մքինի գրելով աստուծո գելեն թեբի փեթել անոնք որբիսությունը հարցնելով քեզի 2 հաց պիտի տան թունալ անոնց ցերկեն պիտի առնես Ատկե յետ աստուծո փլուրը պիտի երթաս ուր փղշտացներուն բահակազորքը գգենա երբ հոն քաղաքը մտնես բարձր դերեն իջնող մարգարեներու քունթիմը պիտի հանդիպիս անոնք իրենց արչևեն դավիղ թմփուկ սրինք ու քնար ունենալով մարգարեություն պիտի անեն այն ադեն դիրոջ հոգին քեզ պիտի համագե անոնց հետ մարգարեություն պիտի անես եւ ուրիշ մարդ պիտի դառնաս երբ այս նշանները քու վրատ կան Ցերկիտ կդածը հրե, քանի որ Աստված քեզի հետ է։ Ինձ մի առաջ քաղաքաղա իջիր, եւ ահա ես քովդ պիտի իջնեմ, ողջագեզներ ու խաղաղության զոհեր մատուցանելու համար։ 7 օրը սպասե, մինչև որ քովդ կամ, եւ քեզի կիցնեմ, ինչ որ պիտի անես։ Երբ ան իր գրնագը դարձուց Սամվելի կովեն երթալու համար, Աստված անոր ուրիշ սիրտ մտավ, ու նույն օրը այս բոլոր նշանները իրակորձվեցան։ Երբ հոն փլուրը հասան, ահա մարգարեներու քունդ մանոր արչև ելավ։ Աստուծո հոգին զինք համագեց եւ անոնց մեջ մարգարեություն արավ։ Բոլոր զինք առաջունե ջանցողները եւ դեսան թե ահա ան մարգարեներուն հետ մարգարեություն գնե իրարուսին ժողովրդին մեջ։ Այսինչ պատահած է գիսի որդին։ Միթե Սավուղալ մարգարեներուն մեջ է։ Այդ դերի մարտոցմե մեկը պատասխանեց։ Բայց ով է անոնց հայրը։ Հետևաբար ասիգա արագ դարձավ։ Միթե Սավուղալ մարգարեներու մեջ է։ Երբ մարգարեություն անել ավարտեց, բարձր դեղի եկավ։ Սավուղի հորեղբայրը անոր եւ անորը սպասավորին ասավ. Ուր կացիք։ Անալ ասավ. Էշերը փնդրելու, բայց երբ տեսանք թե չգան, Սամվելի կացինք։ Սավուղի հորեղբայրը ասավ. Գաղերսեմ բատմե ինձի ինչ որ Սամվել ցեզի ասավ։ Սավուղ իր հորեղբորը ասավ. Էշերուն գտնվիլը մեզի հայտնաբես իմացուց, բայց թագավորության մասին Սամվելի ըսած խոսքը անոր չհայտնեց։ Սավուղ գծապահարվի իբր թագավոր։ Սամվել ժողովուրդը դիրոջ արչև հավաքեց Մասպայի մեջ եւ Իսրայելի որդիներուն ասավ. Դերը Իսրայելի Աստվածը սա գահայդարար է։ Ես Իսրայելի Եգիպտոսեն բարձրացուցի ու ցեզ Եգիպտացիներուն ցերկեն եւ ցեզ դանչող բոլոր թագավորներուն ցերկեն ազատեցի։ Սակայն դուք այսօր ցեր Աստվածը մերժեցիք, որ ցեր բոլոր ճարիքներեն ու դակտապներեն ցեզ ազատեց եւ անորսիկ։ Անբաժար մեր վրա թագավոր մը նշանակե։ Ուրեմն հիմա գայնեցեք դիրոջ արչև ցեր դոհմերով ու հազարավորներով։ Երբ Սամվել Իսրայելի բոլոր դոհմերը մոդեցուց, վիճակը Փենյամինի դոհմին ելավ։ Հետո Փենյամինի դոմը ասկադոհմերով մոդեցուց եւ վիճակը Մադրիի ասկադոհմին ելավ։ Հետո գիսի որդին Սավուղի ելավ, բայց երբ զայն փնդրեցին, ան չգտնվեցավ։ Անկամնալ դիրոջ հարցուցին. Արդյոք այդ մարդը հոս պիտի կա։ Դերնալ պատասխանեց. Ահա ան քույքերուն մեջտեղը բահվդած է։ Վազելով զինք անգեփերին, երբ ժողովրդին ներկայացավ, ամբողջ ժողովուրդեն ուսի մչափ բարձր էր։ Սամվել ամբողջ ժողովրդին ասավ. Տեսակ դիրոջ ընտրած մարդը, ամբողջ ժողովրդի մեջ անոր նմանը չկա։ Ամբողջ ժողովուրդը կորած եւ ասավ. Աբրի թագավորը։ Սամվել թագավորության կանոնները ժողովրդին հաղորդեց։ Զանոն քիրքիմը մեջ գրեց ու դիրոջ արչև զեդեղեց։ Հետո Սամվել ամբողջ ժողովուրդը արձակեց, որբեսի ամեն մարդ իր դունը երթա։ Սավուղալ իր դունը գնաց։ Կապա Խումբը մարդիկ անոր հետ կացին
որոնց սիրտը Աստված թրթեց։ Բայց անորեն մարդիկ ասին, ասիկա մեզ ինչպես պիտի ազատե։ Ուստի զայն արհամարեցին եւ անոր ընձա չդարին, բայց ինք լուր գեցավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։